Ողջունում ենք բոլորիդ Տեր Հիսուսի պատվական անունով սիրելի հեռուստադիտող բարեկամներ։ Աստծո օրհնություններն ենք մաղթում ձեզանից ամեն մեկին։ Այսօրվա մեր հաղորդումը եւ սա երրորդ հաղորդումը նվիրված է իսլամին, ուսումնասիրություններ, ինչ է իրենից ներկայացնում իսլամը, ինչ պատմություն է ունեցել, նախորդ երկու հաղորդումների ընթացքում արդեն մենք քննարկել ենք։ Այսօր մենք պիտի խոսենք ջիհադի մասին, ջիհադ, սուրբ պատերազմ։ Դրա համար նորից մեզ հետ է Հովհաննես եղբայր Ահմարանյանը, աստվածաբան, անձնավորություն, որ խորությամբ ուսումնասիրել է իսլամը եւ հիմա իրեն առիթ պիտի տանք, որ այս նյութի մասին եւս խոսենք, որքան հնարավոր է խորությամբ, բայց Հովհաննես եղբայր կուզեի, որ նախնական մի փոքր հիշեցում տանք մեր սիրելի հեռուստադիտողներին իսլամի մասին, նրա առաջնորդի ինչպես հաստատվեց, ինչ ճանապարհ անցավ։ Բարև ձեզ։ Իսլամ բառը, իսլամությունը մեր հասկացածին ձևով գրոնք մեջ է, այլ գրոնքի կողին ներքև քաղաքական շարժումն է։ Անոր հիմնադիրը Մուհամմեդ ոչ մարգարե, ոչ առաջնորդ, այլ բարձ հովիվ մներ, լավ ընտանիքի զավակ, փոքրիկ տարիքին սկսած էր Աստված փնտրել։ Երբ Աստված գտավ, հալածվեցավ Աստծո համար, հավատացյալ մներ չագերդյալ, երբ բախավ թիմացի թշնամի քաղաքը Մեքքե էր, գնաց Մեդինա, որ իր անունով գոչվեցավ Էլ-Մեդինա Ալ-Մունավվարա, լուսավորյալ քաղաք, ուրեմն հոն Մուհամմեդը իր թիրքորոշումը փոխեց։ Գրոնական հանգամանքեն անցավ քաղաքական մարդ լալու։ Ուրեմն, ինչպես կտեսնենք, բադեհաբաշտություն է։ Սկզբնական շրջանին մենք, ես, դուք, բոլոր քրիստոնյաները երկինք կացող ենք, երբ զորացավ եւ անցավ թշնամի կողմը, այլևս քրիստոնյաները դարձան դժոխքի տեխնազուներ։ Իր մեկնաբանությամբ։ Որովհետև այլևս գարձես թե Աստուծո գարիքը չունեցավ եւ հզորացած այլևս սկսավ իր հարստահարությունները, իր գեղեցկումները, իր չարտերը, իր ահապեկչությունը եւ որբեսի այս ահապեկչությունը, այս թալանը, այս գրիվը ունենա արդարացում, հոգևոր մեկնաբանություն, ճիշտ բառը արդարացում, զայն կողարկեց գրոնական շղարշով, գրոնական հանդերձանք մտավ եւ զայն գոչեց ջիհադ, այսինքն որբեսի դու լավ իսլամ լաս, պետք է Աստուծո համար գրվիս։ Եվ այսպես, մեր նախորդ հաղորդաշարի մեջ խոսեցանք իր գադարած այս թալաններու մասին։ Եվ որքան գիշեմ տվեցին քանի մահադը։ Ինքը իր գենտանության ժամանակ հանուն Աստուծո, բայց ամենեն կարևորը հանուն թալանի հարստանալու, հանուն մարդ որսալու թիմեց այս թալանին եւ այդպես զուգակի մատնեց իր թշնամիները, իր բարեկամները, ճեզոքները եւ ամեն անգամ որ Մեքքա քաղաքը գմոդենային իր հրոսակները, իր ինչսենք խմպակները կհարցակեին եւ ինչ որ հարստություն ունեին, ուխտ, մեդաքս, Բաղդադի բդուղներ, ինչպես արմավը եւ գտալանեին եւ գպաշներ ինքը իր բարեկամներուն
Եվ անշուշտ բարեկամը որ անոթի ոդապոբիկ վրանի դակ բնագող եւ տեսավ դիմացը հնարավորությունը հարստանալու անշուշտ գամեցավ հետևելու եւ ինչ կկարոզես Մուհամմեդ ես կկարոզեմ մեկ Աստված եւ անոր մարգարեն Մուհամմեդ եւ մարդիկը սկսան իրեն հետևիլ այս հետևողությունը չպավեց սկզբնական շրջանին Մուհամմեդ ինք խոստովանած է ես եկած եմ միայն արաբներուն համար իմ ցերկս տրված է Կորանը արաբերենով մեկնաբանված արաբ ժողովրդին համար հետո երբ զորացավ երբ տիգունքը ամրացավ ալևս ուզեց իսլամությունը դարաձել արաբական տերագղզի են դուրս նույնիսկ հանդգնություն ունեցավ նամակներ գրելու եւ Տոբիո Հաբեշ տակավորին Մուկաուկաս որ գոչվի նաեւ նամակ հանդգնեցավ նամակ գրելու հույներու տակավորին եւ իր մեջ խնդրելու առաջարկելու որ իսլամը լա չմոռնանք որ Դագավին բյուզանդական գայսրությունը բավական զորավոր էր թեև ավելի դգար քան թե հետո իսլամական խուժանը Մուհամմեդ ուրեմն քանի մահատ հարստահարություններ ունեցավ բազմացուց իր հարստությունը ամբավ հարստության դեր եղավ եւ ունեցավ անշուշտ հարջեր եւ ամեն ինչ կողմնորոշեց որպեսի հարստանա զորանա գերտար օրինակի համար գերտար ցեղախումբիմը աղջիկին բեդին աղջիկին ցերկը խնդրելու անշուշտ այդ աղջիկը երբ որ գտեսնե հայրը որ Մուհամմեդ է մարգարեն է այդքան զորավոր հարուստ աղջիկ սալգուդամ կինը սալգուդամ եւ այդպես եղավ եւ մարդը զորացավ բարեբախտաբար գանուխ եկավ 62 տարեկանին մահացավ բայց այս ջիհադը որտեղրեց եւ իր հետո ամիջապես իսլամությունը հասկացավ որ ինչ պետք է ընե պետք է ամբողջ աշխարհը գամ սուրի ընտարգել եւ եթե սուրի լեզվով չեն հասկանար պետք է իսլամը լան ուրեմն գամ իսլամություն գամ սուր հետաքրքրական մեկ գետ մգա իսլամը քրիստոնյայի հանդեպ շատ չեր գրնար դժնամական քիրքորոշում բռնել չմոռնանք որ Մուհամմեդի մոտ Քրիստոսը մեծ մարգարե է իսլամության Քորանի մեջ 5 դագարանը նոր դագարանը Թորան եւ Ինջիլը սիրված հարկված են Քորանի մեջ մենք ինչպես քիչ առաջի սկզբնական շրջանին երկինք կացող տեխնազուներ ենք մեր թեմ չեր գնար հագանե անվանե մեր թեմը բայկարիլ բայց երբ Իրան գնաց երբ Ադրբեջան գնաց երբ իբրակները երբ հետակային հետանոց երկիներու կացին ուղագի չարտեց 1 միլիոն բարսիկ չարտվեցավ որպեսի իսլամը հաստատվի երբ հայկական հողերը եկան անոր մասին բավական գնան խոսիլ այդ հարցումը պատրաստած ունեմ լավ հետագա ես կուզեմ Հովանես եղբայր քո գրած գրքից որոշ մեծ բերումներ անել Հովանես եղբայրն այս գիրքը գրե իսլամությունը 3 եւ այսօր Անաս Բիլ Մալիկ հիշատակում է Ալլահի մարգարեին Մուհամմեդին հարցվեց որ մեկ գործը լավագույնը կհամարվի պատասխանեց Ալլահին եւ նրա առաքյալներուն հավատալ ապա հարցադրողը հետո Մուհամմեդ պատասխանեց Աստծո համար ջիհադի սրբազան պատերազմի մասնակցել ուրեմն կարևոր գործը դիմացիներին ովքեր որ մահմեդական չեն ջարդես Ալլահի համար լավագույն գործը դա է ճիշտ այդպես մեկ այլ մեջբերում հադիթի միջից հադիթի մեջ ինչպես տեսանք իսլամության հեղինակավոր օրենսդրությունն է այն որ հիմնված է Մուհամմեդի խոսքերի եւ գործերի վրա այնտեղ կարդում ենք
Ինձ հրաման տրվեցավ ժողովրդի դեմ կռվելու միջև որ չվկայեն, թե ոչ մեկուն պիտի երկրպագվի Ալլահեն զատ, եւ միջև որ չընդունին, թե Մուհամմեդ Ալլահի մարգարեն է, միջև որ չհաղորդեն եւ պարտադիր բարեգործություն չնեն, եւ երբ որ այս հրահանգները կատարեն, այն ատեն պիտի փրկեն իրենց կյանքն ու ինչքը։ Հադիթի առաջի եւ թիվ 24-ը։ Ով որ ասում է Մուհամմեդ, ջիհադի մեջ թշնամի մը սպանե եւ անոր փաստը ունի, ապացուցվի այսինքն, իրեն պիտի ինա անոր եղած կողոպուտը։ Ուրեմն քաջալերում է սպանությունը, գնա դիմացինին սպանի, եթե մահմեդական չէ նա, եւ նրա բոլոր ունեցվածքը քեզ կտրվի։ Այս քիչ առաջին գարտացված հադիթեն, հադիթը որ մարգարեին գործերը եւ խոսքերն են մեկնաբանված եւ հազարավոր հադիսներ կան։ Մեկ քիչ առաջինը որ գարտացիր, ով որ Աստուծո չեր գրբակեր։ Հարց մգա հետաքրքրական։ Հավատացեք, Մուհամմեդին հոգ չէ, թե Աստուծո եգրբակեն։ Ինչու։ Ես Աստուծո եգրբակեմ։ Մուհամմեդի ժամանակ միջին արևելքի քրիստոնյաները Եգիպտոս, Սուրիա, Լիբանան, Եմեն, Իրաք Արդեն 6 դար իրենք Աստված են պաշտում։ Պաշտում էին Աստված։ Հրյաները Ալլահն էին պաշտում։ Էլոհիմը։ Ուրեմն բայց ինքը ուզեց ինքզին կմտցնել այս հարցի մեջ։ Եթե ես Աստված կպաշտեմ, եթե ես Աստված ամբողջ սրտովս կսիրեմ, անոր գերգրբակեմ, անոր խոսքին գեդևիմ, ես երկինք պետք է երտամ։ Ինչ հարկ գա իր անունը գցելու եւ Մուհամմեդին պետք է հավատաս որպես իր մարգարեն։ Հոսե որ մեջտեղ գուկա իսլամության այս բարերու խաղը։ Մուհամմեդին հոգը անշուշտ ինչպես սկիզբի Աստված մի աստվածություն բերավ որ մեկն է։ Երբ մենք կհավատայինք մի աստվածության, Հայր, Որդի, Սուրբ Հոգի, մեկ Աստուծո։ Հրյաները կհավատային մի աստվածության։ Ինքը մի աստվածություն մեջտեղ չբերավ, մի աստվածությունը բերավ իր ցեղախումբի մեջ, հասկանալի է, բայց դու ինչու գելես կչարտես, անոնք որոնք արդեն մի աստվածության հավատացողներ եղած են։ Այն պատերազմները, որ Ալլահի անունով արված են եւ այդ թիվը շատ երկար է։ Նախքան այդ տվականները կար Մուհամմեդի 4 հաջորդները խալիֆա որ գսեն խալիֆա իմաստուն 4 խալիֆաները Աբու Բաքր, Օմար, Ալի, Օսման 4-երեն երկուքը սպանվեցան եւ ինչպես սպանվեցան Երանի թշնամիներեն իրարու հետ ստամոքսային գրիվներ իրարու հետ հավնոցային հաշիվներ Հիմա շիտակ է որ մեր առաքյալներն ալ 12-ն որքան գիտենք 11-ը մարտիրոսեցին թշնամին մարտիրոսացուց բայց ասոնց բարական ընդանեկան ցեղախումբային ասոնց բարակային գողոբուդի հաշվե հարտարի գրիվի ելած են Աբու Բաքր արդեն 2 տարի դեվեց իր ժամանակ Ալ-Յեմամը ցեղախումբին վրա հարցակեցավ եւ բարդատրեց իսլամությունը ով էր ասխմբակը երբ որ Մուհամմեդ մեռավ շատերը կարծեցին որ Հիսուսի պես հարություն պիտի առներ ու 3 օր տողուցին սպասեցին որ հարություն պիտի առնե եթե ինքը ինչպես ինքը ասած է ես Մովսեսի եւ Հիսուսի եղբայրն եմ ես Մովսեսեն եւ Հիսուսեն ավելի բագած չեմ ավելի մեծ եմ ուրեմն եթե Հիսուս հարություն արավ եւ Ղուրանի մեջ գրված է որ Հիսուս համբարձավ երկինք խաչի վրա չմեռավ ուրեմն ինքնալ այդպիսի վիճակիմը պիտի ենթարկվեր բայց բավական հոտեց երեկո այո նեղեցավ ամիջապես կբռնեցին ու տաղեցին ադոր վրա Եմեմեի մարտիկը ոտքի ելան եւ ասին որ այս մարգարեն սուտ է
մենք գվերադառնանք մեր 5 ռոնքին։ Աբու Բաքր, որ իր աղջկան Պեսան էր Մուհամմեդը, Աբու Բաքրը ելավ առաջին չարտը տվավ։ Օմար, ամենամեծ ոչրակորձները մեկը, թեև մեծ փիլիսոփա, բայց չեմ հարկեր իր ռազները։ Երանի միայն քրկրագանության մեջ մնար։ Ասմարտը Դամասկոս գրավեց։ Դամասկոս, ինչպես գիտեինք, Պողոս Արաքյալի, Անանիայի արաքյալներու առաջին եկեղեցիներու օրրանն էր։ Դամասկոս, զուտ քրիստոնյա։ Թեգուզ հարանվանությունները դարբեր էին, բայց քրիստոնյա էին։ Հակոբիկյան էին, օրթոդոքս էին, ասեին այն, բայց քրիստոնյա էին։ Հոնգը մտնե չարտ մգսկսի եւ ոչ թե միայն չարտ, այնպիսի դմարտկային մոդեցում գզարմանաս։ Ըսա որ եթե մզգիթ պիտի բարձրացնենք, պետք է մզգիթը եկեղեցի է բարձրալա։ Քրիստոնյամը չգնարցի հեզնել։ Հետո ասի անցավ հայ ժողովրդին Թուրքիո ժամանակ, ուր ալևս թուրքը պետք է երկրորդ հարգը բնագի, իսկ հայը պետք է առաջին հարգը բնագեր։ Մանավանդ սովորական հայերը։ Այդպիսի դմարտկային մոդեցումներ Ալին սպանվեցավ, եկավ Օսման, անալ սպանվեցավ, անալ ինչեր ըրավ, իր ժամանակ իր զորավարները գրգեց Հայաստան ջիհադի անունով, ամեն դեղ տարածվեցան, Օսմանեն վերջ եկավ Ալի, որուն ժամանակ 13,000 մուսլուման զիրատ չարտեցին և անդեղեն ձակում արավ սուննի և շիայի հագամարտությունները։ Մեկ մեջբերում ևս հեթանոսների դեմ Մուհամմեդ ունեցավ հետևյալ երկնային հրաման։ Երբ հարամ ամիսը Շաբանը վերջ գտնե, մորթեցեք հեթանոսները, ուր որ գտնեք զանոնք, բռնեցեք զանոնք, շրջապատեցեք զանոնք, ամեն տեղ թակարդ լարեցեք նրանց դեմ։ Եվ սա երկնքից եկավ։ Եվ Աստված, որ իր պատկերի եւ նմանության պես մարդուն ստեղծեց, այդ հրամանը Մուհամմեդին տվեց, որ բոլորին կոտորես։ Այո, այսպիսի հրամաններ շատ կան։ 62 անգամ հիշված է ջիհադ բառը հետաքրքրական վերլուծում ունի։ Ես ուզում եի հարցնել, Հովհաննես եղբայր, քանի տեսակ ջիհադ կա։ Ջիհադներ կան հոգի, սրդի եւ արյան։ Հիմա այսօր արևմուտքի մեջ մուսուլման, իսլամ հեղինակները գուզեն, որ լավ երևցնեն մուսուլմանությունը, զայն չներկայացնեն որպես արյունալի գրոնք, ջիհադը դարբեր գերբով կմեկնաբանեն։ Ջիհադ բառը, եթե հայերենի վերածենք, կնշանակի ջիկ անել։ Ջիհադը ուրեմն ջահդ բարենգու կա։ Ջիհադ, որ անգլերեն struggle։ Ուրեմն այս ջիհադը լավ նշանակություն կրնա ունենալ, ես ալ իմ մեղքերուս, փորձություններուս, իմ սխալ մոդեցումներուս թիմած պետք է դիմակրավեմ, պետք է որոշ ջիհադը, ջիկը, սուրբ պատերազմը իմ ներքին կյանքս փարելավելու։ Ես բայկար կմղեմ, բայց ոչ թե Վարդանի դեմ, Պողոսի դեմ, Պետրոսի դեմ, Հրյայի դեմ, Քրիստոնյայի դեմ։ Ես այս բայկարը իմ դեմս կմղեմ, իմ չարամետ հագումներուս դեմ, եւ ասիասում կրային է։ Պողոս Արաքյալն է գրում է, որ ջանքի մեջ թուլասիրտ մի գտնվեք, հոգեով բորբոքեցեք, Տիրոջը ծառայություն արեք, հոգևոր կյանքը ջիկ անելու, ջանք գործադրելու մի կյանք է, թեև Աստված Սուրբ Հոգի միջոցով ներգործում է, բայց մենք պիտի թույլ տանք, որ այդ ներգործությունը արտագործվի։ Ճիշտ այդպես։ Իսլամության մեջ շատ ծանծաղ 2 կամ 3 դեղ հարևանցի խոսված է սրդի ջիհադի մասին։ Մեկ դեղ հոգի ջիհադի մասին, 62 դեղ արյան ջիհադ, սուր պիտի պրնես,
վիզը պիտի ոլորես, այս բարերը կրված են, վիզը պիտի խորդագես, և կատալը, հիմա ջիհադը սուր պատերազմ է, ինչպես քիչ առաջ ասիր, կիտել նաև կնշանակի ուղղակի մերցնել, կատալը պարը իր բոլոր արաբերեն, ինչպես կսեն ձակումապանություններով հիշված է, կատլ, սպանություն, կատել, գրվե, սպաներու ասիջան, մուկատելը, կիտել, գրիվ, տակատոլ, իստակտելը, աս բոլոր բարերը հիշված են Կորանի մեջ և միայն ու միայն մարդը սպանելու, գողոբդելու, մարդը չարտելու հասկացողությամբ է։ Եվ ջիհադը այսպես դարձած է 6-րդ բարդականությունը մուսուլմանին։ 5 բարդականությունները եթե հիշեմ, առաջինը շահադա, վկայություն, պիտի ասես չիկ Աստված, միայն Աստված եւ անոր մարգարե Մուհամմեդը։ Եվ ասիկա ամեն օր գսենք չիկ Աստված, միայն Աստված։ Միայն տուն ես դերը երկինքի եւ երկրի։ Իսլամ եղա ոչ։ Իսկ մենք ասում ենք քո որդին միածին է, աշխարհի փրկիչը։ Ադոր մասին քիչ հետո կանտատանանք։ Երկրորդ պայմանը իսլամ լալու, առաջին ուրեմն վկայություն, երկրորդ պիտի աղոթես օրը 5 անգամ։ Եվ շեշտեմ, եթե մորցած եմ չեմ գիտեր գրգնությունը լավ է, իսլամը չաղոթեր։ Երբ որ ջամիեն, մզգիտի կակատեն, շեյխը կամ մոլլան գհրավիր է, աղոտքի գհրավիր է և ոչ թե աղոտք ընելու։ Հրավեր մն է, շատերը կգարձեն աղոտեց, չաղոտեց, մուսլմանը երբ որ գերտա աղոտելու, չի գիտեր աղոտել։ Գսե խոսքը, որ թարերը ի վեր գրգնված է, ամեն անգամ, որ աղոտ կնե, օրը 5 անգամ, 3 անգամ պիտի ասե, 15 անգամ պիտի ասե, չի գա Աստված, եթե ոչ միայն մեկ Աստված և մարգարեն իրեն, Մուհամմեդը իրեն մարգարեն է։ Աղոտք, ես սրդերը կնող չեմ, Աստվածն է, բայց որքան գիտենք, մեր կիցած աղոտք հաղորդակցությունը Աստուծո հետ, ինչպես Գրիգոր Նարեկացին, ի խորոց սրդի խոսք ընդ Աստուծո, նման բան չի գա իսլամության մեջ։ Երրորդ, ուրեմն, վկայություն, աղոտք, ձոմ։ Ամբողջ հարամ ամիսը, որ Ռամադանն է, հոն պետք է ձոմ բահեն, անոր մասին խոսած ենք։ Չորրորդ, պետք է բարեգործություն ունես, մանավանդ այս ամսվա ընթացքին։ 5-րդ, պետք է դարի կյանքիդ մեջ մեկ անգամ ուխտի երտաս Մեքքա։ Այսօր այս 5-երը շատ դյուրին են և դժվար մանավանդ աղոտքի բարակային այն իմաստով, որ մուսուլմանը լավ օրինակ ուտա։ Քիչմը մեր հայ ունգտիներուն պետք է այս խոսքը ասել։ Իսլամին գրոնքին չհետևինք, բայց անոր հավատալու ցևին, այո, իսլամը ուր որ լա, երբեք չի վախնար, չամշնար ասելու, որ ես իսլամ եմ։ Կորձադեղին, ժամը 12 եղավ, զապանը զարգավ, տնտանոտը զարգավ, աղոտքը ուր որ լա, իր հետը փոքրիկ քորկը դարած է կորձադեղին, գպրե և նամազ գնե։ Տեսած եմ Վիեննայի, Լոնդոնի, Փարիզի, Ֆրանկֆուրտի էրպորտներում մեջ մասնավոր դեղեր ադին ժամերուն իսլամը գտողու իր կորձը, գտողու իր սուրճ խմելը, գտողու իր սպասման սենյակը, գերտա իր հետը կորկը գտնեք էդին և երկրպագություն գնե իր Ալլահին։ Մենք հայ քրիստոնյաներս պետք է այս ձևով տաս առնենք իսլամի հավատարմության հաճս իր հավատալիքներով։ Այսինքն, եթե քրիստոնյա ես, պիտի լինես նվիրյալ քրիստոնյա։ Այո, անվանական ոչ։ Տրված քրիստոնյա։ Անվանական ոչ։ Սրտով և էությունով նվիրյալ քրիստոնյա։ Այս 5 բադվերներեն, այս 5
պայմաններեն իսլամը լալուզատ, անոնց մեզատ գավեցերորդը ջիհադն է։ Եվ ջիհադը գրված է ամեն իսլամին համար։ Ամեն իսլամ երկինք երտալու համար, եթե հնարավորություն ունի, պետք է հետը քիչ առաջ հադիսին ասայութին է, ասայութի բանը գրողն է, որ մեկնաբանած է իսլամությունը եւ ասած է ամեն իսլամ բարդականություն ունի ասկորձ ընելու մեկը երկինք չմտներ առանց ջիհադի։ Ես այդ տեղն էլ գտա ջիհադը աստվածային պարտականություն է ամեն մահմեդականի ուսերի վրա դրված ջիհադի չմասնակցողը երկնքին չի արժանանա ասած են մուսուլման հին եւ նոր հեղինակներ ջիհադը եղած է եւ պիտի մնա զինյալ պայքար միջև վերջին ժամու գալը արաբերենով հրճակավոր խոսքը որն է այդ խոսքը يوم القيامة حتى يتقوم الساعة մինչև որ ժամը կա այսինքն մինչև վերջին Տատաստանի եւ դրա համար զարմանալի չէ որ այսօր ամեն օր լսում ենք Աֆղանստանի մեջ, Իրաքում եւ Սաուդյան այսօր ամեն տեղ 23 իրաքցի մերձվեցավ։ Այո, իրենց վրա այդ ռումբերը կապված գնում են եւ իրենց պայթեցնում են շրջապատում եղող մարդկանց մահվան պատճառ են դառնում։ Որովհետեւ ինքը երկինք պիտի գնա։ Որովհետեւ իրեն խոստացվեց, որ երկինք պիտի գնա եւ 70 կույսեր նրան այնտեղ պիտի սպասեն։ Այո։ Եթե այդ տրամաբանությունը գործում է, ապա մեկը որ կին է եւ գնում իրեն պայթեցնում է, արդյոք իրեն 70 տղամարդ է սպասում։ Ոչ, չեմ գիտեր, հիմա գես կանակ երկնքում այսքան գույս մնաց, այսքան մարդոցաբար չեմ գիտեր։ Ուրեմն Կարծեմ որ հայտարարություն լինի, որ այլևս չմնաց մի պայթեցնել։ Արկիլեր, որովհետև վերջ չմնաց ալևս։ Ուրեմն աս պայթեցնելը ահավոր բան է։ Եվ ասիկա ջիհադի մաս կգազմե։ Տուն գմերնիս աստուծո համար։ Տուն գմերնիս աստուծո գամ կկալեցնելու համար։ Եվ ասիկա ահավոր գործ է։ Իդեպ երբևէ իրենք չեն ներկայացնում, որ իսլամը հարձակվողական կրոն է։ Շատ հաճախ մենք լսում ենք եւ իրենց այսպես կոչված աստվածաբանները անգամ ասում են, որ իսլամը խաղաղասեր մի կրոն է։ Բայց ինչպես բացատրենք սեպտեմբեր 11-ը 2001 թվականի, ինչպես բացատրենք Ռուսաստանի հարավի Բասլան քաղաքի մեջ այդ մանուկների ջարդը դպրոցում։ Ինձի պիտի գարտայիր այդ գեղեցիկ խաղաղասեր գրոնքին թրջագավոր թվականներեն քանի մնմուշներ։ Ուրեմն 623 թվականից մինչև 777 թվականը տեղի է ունեցել 85 պատերազմներ մուսուլմանների կողմից։ Դրանցից մի քանիսը ներկայացնենք 623 թվականին Վադենի պատերազմը, նույն թվականին Սահվանի պատերազմը, Դուլ Աշիրի պատերազմը, հաջորդ 624 թվականին 9 պատերազմներ եւ նշենք նաեւ մի քանի ակնառու պատերազմներ, որոնք պատմության մեջ մեծ կնիք են դրել։ Օրինակի համար 635 թվականին մուսուլմանները գրավեցին Դամասկոսը։ 638 թվականին նրանք հռոմեացիներին պարտության մատնեցին եւ մտան Երուսաղեմ քաղաքը։ 647 թվականին Կիպրոս կղզին գրավեցին։ 654 թվականին իսլամը տարածվեց ամբողջ հյուսիսային Աֆրիկայով։ Ամբողջ քրիստոնյա էին։ Այո, 662 թվականին Եգիպտոսը իսլամական օրենքների տակ ընկավ։ 666 թվականին իսլամները հարձակվեցին Իտալիայի Սիցիլիա քաղաքի վրա։ 711 թվականին ամբողջ Իսպանիան գրավեցին։ 716 թվականին Կոստանդինապոլիս քաղաքը գրավեցին եւ 732 թվականին Ֆրանսիայի Տուրս քաղաքը իրենց տիրապետության տակ ընկավ եւ այսպես շարունակ 85 պատերազմներ այս 100
30 տարվա մեջ։ 130 տարվա մեջ, այո։ Փոքրիկ անձնական դրվագ մը պատմեմ։ Այո։ 2 տարի, 3 տարի առաջ ինձի վիճակվեցավ ամերիկյան բանակը, որ խարիզ խունի Camp Pendleton, այո։ բան Սան Դիեգոյեն առաջ, հոն Marines Corps գա։ Ես հոն հրավիրվեցա, որ արաբերեն սովեցնեմ եւ նաեւ միջին արևելքի եւ Իրաքի քաղաքական պատմական բեղելությունները։ Այո։ Թիմացս 200-ի չափ բարձրաստիճան ամերիկացի զինվորներ կան։ Գային։ Երբ որ ես իսլամության մասին խոսեցա, զորավար, չսեմ զորավար, ավելի փոքր ցերկվեցուց, անգլերենով հարցուց, որտեղ ես ներկայացուցի, որ Ամերիկայի վրա ասվախը կա։ Ամերիկացի են։ Եկավ սա որ ճիշտ բառը, do you think it's possible? It's impossible. Անգարելի է։ Որ իսլամությունը հոս հարաճանա։ Այս բառը, այս նախատասությունը արի եւ հարաճապամը դվի։ Սի նայեցեք սիրելի բանակ։ 623-ին 24 անգարելի է սվեցավ։ Ինչ պիտի είναι Մուհամմեդ, Մեքքե Մադինա, իր ժողովրդի մեջ անգարելի է։ Ու մարդը դուրս ելավ։ 20 տարի հետո իսլամությունը անգարելի է ասինք Դամասկոսը կրավեց։ Քանի տարի հետո անգարելի է սվեցավ Եգիպտոսը մեծ ցերկեն կնաց։ Ամբողջ փարավոր Եգիպտոսը Ղբդիներու երկիր, ամբողջ անգարելի է սվեցավ Իրանը ինգավ, անգարելի է սվեցավ 800 թվականին 182 վանք Եպրադի և Դիկրիսի ապերուն գործանեցին, անգարելի է սին Իստամբուլը 1453 թվականին քիչ առաջ որսի բաշարում էր, ուրեմն անգարելի է սին, անգարելի է սվեցավ ու հարձակեցան Սպանիա, կրավեցին միջև 3-րդ Սպանիոն, ամբողջ Անդալուզիան, ներառյալ Սևիլիա, Կորդոբա, Գրանադա, Մալագա, մինչև Մադրիդ, մինչև Սարագոցա, մինչև վերի կողմերը հասան։ Իրենց նպատակը, ներկայիս նպատակներից մեկն էլ այն է, որ ամբողջ Եվրոպան պիտի գրավեն Իսպանիան ներառյալ։ Իրենց իշխանության տակ պիտի լինի։ Հիմա դու խոր բաներ պիտի ցույց տամ Եվրոպայեն, որովհետև 2 ամիս առաջ ունեի, եւ տեսա անգարելի է միջև Վիեննայի թուրերը հասան։ Բուդապեստը կրավեցին։ Եվ եթե Աստված մեզ բահեց, եթե Վիեննայի թուրերուն արջև հաճուղեին, բարեպաղտաբար Հովանես Ջանսոբիեսկի զորավարը Հռոմի բաբին հետ միասին այլևս Եվրոպա պաշտպանելու ելան եւ աղոտ խնդրեցին, որ միջև այսօր կաթոլիկ եկեղեցի մեջ աղոտ կնեն ամեն կեսօրին, շնորհակալություն, որ 1600 թվականներուն սուլտանիմը բանը առաջ կգեցուցին, ֆաթիհին։ Եվ այդպես անգարելի է։ Վաղը մի զարմանակ, եթե հոս շադնան, ինչ ասեմ, Նյու Յորք քաղաքը չգոչվի Bin Laden City։ Շատ հնարավոր։ Շատ ծայրաշճան վատ է վիճակը Եվրոպայում։ Ես ստատիստիկ տվյալներ էի նայում, իսլամի աճը եվրոպական երկրներում, մանավանդ Բրիտանիայում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում շատ շեշտակի ձևով բարձրանում է։ Եվրոպացիները կամ չեն ամուսնանում, եթե ամուսնանում են, լավագույն դեպքում 1 երեխա են ունենում։ Բայց իրենք 8-ից 10 երեխա եւ շատ արագ զարգանում են եւ իրենց կրոնը արագությամբ տարածվում է։ Գաղթականության թուրերը բացած են, ով որ գուզե կմտնե, այդպես է ճշմարտաբար։ Ուրեմն անգարելի բան չկա, իսլամության ինչպես էսի ուղագի մենք որ գսենք երես արած չեն ամիշտար, չեն վախնար, Եգիպտոսի մեջ քրիստոնյաները գվախնան խաչը տնել է, կախել է, որբեսի վրան չտկնեն, ասոնք
մանավանդ գիները, ավոր իրենց երեսը կոց, մինչև հոս, ոտքերը Վիեննայի, տեսա, Ստրասբուրգի, Սալցբուրգի, չեմ գիտեր ինչ, Մյունխի փողոցներու մեջ ազատ համարձակ կգալեն։ Եվ Եվրոպացին, եւ նաեւ քիչ ավելի նվազ, որտեղ մենք հոս հարված երանք սեպտեմբերին բանեն 11-ին Եվրոպայի մեջ դե նման բան որ սկսած է դահիլ այսօր ալ դժբախտաբար Եվրոպան շատ ազատամիտ է շատ ազատամիտ human rights մարդկային իրավունքներ ծիզահով գսեմ եթե մարդոց հետ եք ունեցած կողը այո հասկանալի եւ դա եթե մարդոց հետ է ունեցած մարդկանց իրավանց այդ օրենքները պետք է որ ամեն երկիր ունենա դեմոկրատիկ սկզբունքների վրա եւ շատ կարեւոր է դա բայց երբ որ թշնամաբար են լեցված եւ պիտի գան քաղաքակրթությունը կործանեն ինչ է նշանակում դա լավ ուրիշ անդրադառնանք այն հարցին թե ջիհադը ինչ ազդեցություն եւ գիտենք շատ մեծ բացասական ազդեցություն ունեցավ մեր ժողովրդի պատմության ամբողջ ընթացքին այո հայ ժողովրդի 6 դարից մինչև այսօր մենք շրջապատված ենք մուսուլմանական երկրներով եւ մեր կաշվի վրա զգացել ենք Ինչպես առաջ հիշեցինք առաջին հարստահարությունը կատարվեցավ Օսմանի օրով Օսմանը Դամասկոսեն գանչե իր զորավարներեն մեծը եւ գտե դեպի հյուսիս պիտի արշավես եւ մարտիկը անբադեն եկած գուզե նոր դեղեր տեսնել քեղեցիկ է եփրադը դիկրիսը երտանք անոր ագունքները բադահեցավ որ հոն հասան ծմերադեն եւ Հայաստանի մանավանդ Վանի գոմերը ցյունը խստաշունչ ծմեր եղանագե մեր նախարարներեն 8-րդ տարուսպը Գրիգոր Մամիկոնյան ասոնստեմ գեցավ շատ քիչ բանագով բայց ցյուն հալը սառնամանիկը մեզի օգտեց եւ բարեբախտաբար չարտվեցան կամ խեղտամա եղան մնացածները կաշվեցան երկրորդ հրոսակը եկավ երրորդ խումբը եկավ միջև որ մեր կաթողիկոսը Հովանես օստեցին ըսա որ ասիա չի գնարալալ իջավ Բաղդադ եւ օրվան խայֆային Հարուն Ռաշիդ ըսավ հետեւյալը մենք դուք ծեր քիրքի մեջ մեր քիրքը գա ծեր քիրքի մեջ մեր մարգարեն գա մենք քիրքի ժողովուրդ ենք ահլի կիտաբի ժողովուրդ ենք այսինքն մենք կհավատանք հին եւ նոր գտակարաներուն ինչու եկերեք մեր դեմ ըսավ ռահանք դվավ որ հայ ժողովրդի վրա բեչե պանալա հարցակում եւ ստիպողական իսլամություն ընդգրկել բայց պետք է դուրք վիճարեք պայման է կամ մա սուրով կամ տավանապողություն եւ կամ պետք է վիճարես դուրքդ ու մենք շատ ծանր հարգերու տակ ինգանք այնքան ծանր հարգերու որ ստիվեցանք այդ հողամասերը ուր Եգիպտոսի Աբբասիդ էմիրությունը գրգած էր մեզի իր զորավարները մենք այդ հողամասերը սկսանք կախտել եւ իջնել դեպի Գիլիգիա որտակավին բյուզանդական կայսրության մեջ էր մենք ապրեցանք թուրքերու հետ 400 տարի մենք ապրեցանք արաբներու հետ 100 տարի անալ սեմ մահմեդականը ես միշտ կսեմ իսլամությունը քանի դեսակ է ինչպես քրիստոնեությունը այսինքն որպես պրակտիկա այն իսլամը մանավանդ դքեդ իսլամը որ ուրիշ բան չէ սորված եթե ոչ իր Ղուրանը իր մարգարեին կյանքը ալ խոր չկեր ուրեմն եթե իսլամը արավոտյան տեմ արավոտյան ժամը 4-ին ad երկը միտի գնե եղանագավոր անուշ կուկա թեր արևը չելած ավոր Ալլահու ակբար մգերկե
Երկեն Ինդոնեզիա, Մալեզիա, արաբերեն չեն գիտեր։ Ապրիգե, Նայջիրիա, Գանա, ադիեգին արաբերեն չեն գիտեր։ Բայց գրոնք մնե, ինչպես ժամանակին Եվրոպայի մեջ մարդիկ ավետարանը գարտային լատիներենով չէին հասկնար։ Ասոնք չէին հասկնար այն իսլամը, որ գեհդվի իր գրոնքին այս ձևով, միայն իր գրոնքին չտպջիս, լավ է։ Ինքը գախարտված է։ Ես իսլամ դիգնոջ մահանտուսած եմ 80-ամյա կահիրե եղածադենս Եգիպտոս, ըսազներդ կհասկնաս ոչ սավ։ Ինչ գնես կերկեմ։ Ինչ պիտի ասիկա Աստված կընդունի։ Բան չգիտեր իսլամության մասին, բայց համ գարնե ադ երկեն։ Բայց երբ իսլամը այդ երկը մեկտի գոտողու եւ գփանա իր քիրքը եւ գսկսի գարտալ իսլամության վարտաբեդությունները ընդմեջ ընդորս ջիհադը այն ժամանակ իսլամը սարսափելի կդառնա։ Իսկական իսլամը դա է։ Մեր կովը ճիշտ հագարակը։ Իրենց կով դկեդը լավ է։ Քիտնագանը վատ է։ Մեր մոտ դկեդը անվանական քրիստոնյա է։ Ադոր համար մենք կսենք պետք է հմբանանք Աստծո խոսքին մեջ, ոչ թե որ ծայրահեղական դառնանք, ոչ թե որ անդանելի դառնանք, ոչ թե որ բեսի մենք ուրիշին արյուն տապենք, ուրիշը սուրով մերցնենք, այլ պարզապես Աստծո իմաստության խոսքի մեջ հմդանալու համար, Աստված ավելի սիրելու, ընկերս ավելի սիրելու համար է, եւ ոչ թե Կորանը բանալու պես Աստծո հրահանգները, Աստծո օվլալը իսլամին երբեք հարց չէ, նախ արկելված է վիճապանիլ Աստծո էության մասին, ով է Աստված ստորոքելի է, ամենակետ է, հասկացանք, ով է Աստված ամենուրեք է, հասկացանք, ով է Աստված ամենագարող է, հասկացանք, բոլորն ալ չեն սեր թե ով է Աստված, բարեբախտաբար, հոն է մեր մեծակույն աստվածության գոմե մեր մեծակույն նվերը, մենք ջանցանք Աստված Քրիստոսի երեսին վրա, անդեսանելի պատկերն է, անդեսանելի հորը, Ամեն։ Այս է կարևորը, իսլամը երբ որ ասիկա պիտի բանա Աստված գտնելու ոչ, այլ Աստծո հրահանգները գտնելու, իսլամությունը օրենաբահություն է, ինչպես 5 դագարանի մարդիկը, օրենքները պիտի բահես, եւ օրենքներուն ամենեն նվիրականը, երևակայեցեք, չի գա դեղմը, Կորանի մեջ ուր ըսվածը լա, եթե աղոտես, երկինք պիտի երտաս, եթե ասես լա իլա իլալլահ, չի կասված, երկինք պիտի երտաս, բայց երկինքի ներողություն անալս եմ, մուսլումանության մեջ երկինք գոյություն չունի, երբ իսլամը գմերնի, մերած է Եգիպտոսի մեջ եղածադենս, երտայի ցավակցության, ինչպես բարեկամներ ունեի, համալսարանի ինգերներ ունեի, ցավակցության մենք գսենք Աստծո կով կնած, Աստծո բնակարաններ կնած, երկինք կնած, մուսլումանին երբ որ պիտի ասես չես երկինք կնած, ջեննետ կնած, paradise, տրախտ, այսինքն հաճույքի վայր։ Եվ չճանաչելով պաշտելը բերում են նրան, որ փոքր տարիքից 5, 6, 7, 8 տարեկանից սովորեցնում են այդ պատանին թշնամություն մյուս կրոնների դեմ։ Բոլորը գյավուր են, երբ որ մեծանաս պիտի սպանես, այս հոգիով են նրանք դաստիարակում։ Բայց մենք, որ ունենք Աստծո ճշմարիտ խոսքը, որի մեջ մենք կարդում ենք, մեկը երբեք Աստված տեսած չէ, բայց միածին որդին, որ հոր ծոցն է, նա պատմեց։ Սկզբից էր բանը, եւ բանը Աստծո մոտ էր, եւ բանը Աստված էր, Տեր Հիսուս Քրիստոս, նա սկզբից Աստծո մոտ էր, ամեն բան նրանով եղավ, եւ առանց նրա բանը չեղավ ինչ որ եղավ, կյանքը նրանով էր, եւ կյանքը մարդկանց լույսն էր, եւ լույսը խավարի մեջ կլուսավորեր, ու խավարը զանիկա չճանաչեց, բայց նրանք ովքեր որ ճանաչեցին, ովքեր որ ընդունեցին, նրանց իշխանություն տրվեց Աստծո որդի կոչվելու։ Ահա տարբերությունը։ Ամեն։ Իսլամությունը ջիհադի առումով,
Իսլամությունը որպես կրոնք շատ հեշտ կրոնք է։ Շատ հեշտ է։ Իսլամը լալու համար 5 րոպե պետք է։ Քրիստոնյա լալու համար ամբողջ կյանքը պետք է պայքարես։ Միջև քո կյանքիդ վերջին շունչը, Պողոս Արաքյալի ասածին պես, անոնք որոնք ոտքի են, թող վախենան գրնան լալ որ ինան։ Միշտ Աստծո ողորմության գարոտ ունենք։ Իսլամը լալու համար Սե խոսքը աղոթե օրը 5 անգամ, կյանքիդ մեջ 1 անգամ որպես տուրիստ գնա, Մեկկա, ողորմությունները մեր կողը ասիկա չի գա, մեր կողնալ։ Մեր գրոնքը շատ դժվար գրոնք է։ Ինձի Հայաստանի մեջ կսեին, բարոն Հովանես եղբայր, չես կարծել որ իսլամությունը ավելի հեշտ է։ Եղբայր, երբ որ բրունցք պետք է երկինքը հափշտակելու համար, երկինքի դիրանալու համար, դժվար գրոնք է քրիստոնեությունը, բայց քիչ առաջ Վարդան եղբորը գարտացածին համացայն, մեր գրոնքը շատ հեշտ կդառնա, երբ որ մեր գրոնքի հիմնադիրին հետևենք։ Ամեն։ Եվ քանի որ այս հավատքը եւ այս հոգեվոր կյանքը մենք մեր ուժով կամ մեր զորությունով չէ որ առաջացնում ենք, այլ Սուրբ Հոգի զորությամբ, ահա այստեղ է գալիս հեշտությունը, որ Սուրբ Հոգին դառնում է մեր առաջնորդը, Սուրբ Հոգին դառնում է մեզ ճանապարհ ցույց տվողը դեպի երկինք։ Ահա այդտեղ է որ մենք տեսնում ենք հեշտությունը։ Հիմա իսլամության մեջ ալ հոգի կա, բայց այդ ռուհ որ գսեն իսլամության մեջ ինքը չգիտեր Մուհամմեդ եւ իրեն մեկը կհարցնե ինչ աս հոգին գսե ինձ եթե պետք է հարցնես հոգին մարդ չգիտեր ես հա չեմ գիտեր երբեմն Մարիամ է երբեմն Իքագան է երբեմն Կապրիել Հրիշտակ է երբեմն ջինն է չեն գիտեր ամբես որ մեր գրոնքը սկանչելի գրոնք է մեր գրոնքը ապահովություն է Մուհամմեդ անգամ իր հրճագավոր Կորանով չսավ ես եմ ճանապարհը ես ցեզի գնամ ցույց տալ ճամփան ես գնամ ցեզի ցույց տալ ճշմարտությունը ես գնամ ցեզի ցույց տալ ինչպես ապրիլ բայց երբեք չհանդգնություն չունեցավ ասելու ես եմ ճանապարհը ճշմարտություն եւ կյանքը ուրեմն մորնանք սա ջիհադը ուղագի դմարտկային է ուղագի մենք մարդ պետք է չսպանենք երկինք երթալու համար նամանավան եթե կովի եղբայրս չսիրեմ երկինքի պետք է չարժանանամ եթե գիտնաս որ քու եղբորը տեմփամ ունիս խորանը թող պաշտամունքը թող հաղորդությունը թող եկեղեցին թող կնահաշտվե նախ եղբորդ հետ աս գրոնքը գսորվեցնե պետք է եղբայրս մերցնեմ որ երկինք երթամ դուք ցեզի սիրելի հայ լսողներ դիտողներ դուք տադեցեք որ մեկ գրոնքը ավելի քերբնական է ավելի սուրբ է ավելի հրաշալի է ավելի սրդի խաղաղություն կտակեցի այո իսլամը եւ մնացած բոլոր կրոնները մարդահնար են եւ չարի կողմից ներմուծված են որպեսզի ճշմարիտ իրական հավատքը խեղաթուրվի սակայն Աստծո ճշմարտությունները երբեք չեն փոխվում եւ նրանք ովքեր որ փնտրեն պիտի գտնեն դրա համար ասած Տերը որ փնտրեցիք պիտի գտնեք սրտանց փնտրում ես Աստված պիտի հայտնվի կյանքիդ մեջ Աստված 2000 տարի առաջ արդեն Հիսուս Քրիստոսի անձի մեջ հայտնվեց եւ ինքը փրկության ամբողջ գործը հոգած խաչի վրա մեռնելով եւ երրորդ օրը մեռելներից հարություն առնելով եւ հավիտյանս հավիտենից կենթանի է Տեր ասաց ով որ ինձ հավատա թեև մեռնի պիտի ապրի ուրեմն մեզ սքանչելի մի խոստում է տրված հավիտենականություն որ պիտի ժառանգենք եւ պարզ հավատքով կարող ենք այն ընդունել Տեր Հիսուսին հրավիրելով մեր սրտերի Սերներ թող Աստծո սերը, օրհնությունները եւ խաղաղությունը ձեզանից ամեն մեկի հետ լինի։ Ամեն։ Ամեն։